Ես գիտեմ, Ժորժ ջան, որ շատ մտահոգություններ կան կապված ԵԱՏՄ-ի շրջանակներում մեր process-ների հետ։ Ես նախ ուզում եմ ասել, որ կառավարությունով մենք արդեն որոշում ենք կայացրել, որ բոլոր այն դեպքերում, երբ որ անարդար արտահանումների խոչընդոտներ եղած կլինեն, մասնավորապես ամենատարբեր բաներով, ինչ եմ ասում անարդար, որովհետև ապրանքներ լինում են երբեմն, որոնք որակի ստանդարտին չեն համապատասխանում։ Ես էլ 2018 թվին ես էլի այդ ասում եմ ժողովուրդ, մենք չենք կարա անորակ ապրանք արտահանենք մեր ինքնիշխանության եւ մեր պետական շահերի հաշվին։ Այսինքն սա առանձին թեմա է, մենք այդ գործարարներին աջակցելու ենք, որպեսզի իրանց ապրանքները բերեն որակի նոր ստանդարտի։ Մյուսների դեպքում, երբ որ կա անարդարություն, մենք այդ բոլոր դեպքերում աջակցության ծրագրեր կանենք, որպեսզի այն ինչ որ պիտի արտահանվել եւ չի արտահանվել, մենք այդ ապրանքների դեպքում սուբսիդավորման ծրագիր կիրականացնենք, որպեսզի տուժողներ մեր տնտեսության մեջ չլինեն։ Ավելին ասեմ, հիմա մենք ասում չկա չարիք առանց բարիքի։ Շատ արագ նոր արտահանման շուկաների մասին է խոսքը եւ հենց այսօր արդեն մեր մի քանի բիզնես պատվիրակություններ մեկնել են եւ շնորհակալ ենք մեր միջազգային գործընկերներին արագ արձագանքման համար եւ առաջիկայում արդեն մենք կոնկրետ առաջարկներ ունենք վարդերի գնման հետ կապված, միրգ բանջարեղենի գնման հետ կապված եւ ես այդտեղ մի հատ վատ լուր կա, որը այս իրավիճակում դառնում է լավ լուր։ Վատ լուրն է նա, որ մեր արտադրանքի ծավալները ընդհանուր առմամբ տեն շատ մեծ չեն, շատ մեծ չեն։ Մի հատ ասենք ենթադրենք մի հատ նորմալ եվրոպական սուպերմարկետների ցանցը մեր արտադրանքը տենց միանգամից բան կանի։ Լավ լուրն է նա, որ այսինքն մենք այդտեղ մեծ խնդիրներ չենք ունենա, բայց միևնույն ժամանակ ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրեմ, որ ես Եվրասիական տնտեսական միության միակ պաշտոնյան եմ, որ համ միջկառավարական խորհրդի անդամ, համ բարձրագույն տնտեսական խորհրդի անդամ, ընտրություններից հետո կվերադառնանք եւ այդ բոլոր հարցերը, որոնք կան կլուծենք, բայց անկախ ամեն ինչից մենք մեր բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության միջոցով մեկա մեր շուկաները դիվերսիֆիկացնելու ենք։ Այսինքն մենք այդ շուտ ենք սկսել, այսինքն ինչ եմ ասում, բիբար ենք արտադրում, 100 տոննա բիբար ենք արտադրում, մենք 100 տոննայից 90 տոննան չպետք է մի ուղղությամբ արտահանենք։ Մենք պետք է 25-ը մի ուղղությամբ արտահանենք, 25-ը մի, 25-ը մի, 25-ը մի։ Հաջորդ փուլում պետք է դարձնենք 20 տոննա, որ 4-ի փոխարեն ունենանք 5 ուղղություն։ Հետո 5-ի փոխարեն 6 ուղղություն, հետո 6-ի փոխարեն 7 ուղղություն։ Եվ էսա այն բանաձևը, որ ես ասում եմ, անկախությունը, քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ, որովհետև եթե 90%-ը մի ուղղությամբ ենք տանում, հիմա ասենք ենթադրենք, այս ընթացքում տասնյակ անգամներ խնդիրներ եղել են։ Այդ խնդիրների մասին չի բարձրաձայնվել, այդ խնդիրները լուծել են։ Բայց եթե 90%-ով մի տեղից ես կախված, մի օր կարող է արտանան տրամադրությունները լավ չլինի։ Վերջ ավարտվեց ամեն ինչ։ Եվ մենք այստեղ շատ կարևոր է, այսօր մենք ռազմավարական մի ընտրության փուլում ենք։ Մենք լուծում ենք մեր պետության հարատևության եւ նոր որակի պետություն ունենալու հարցը։ Եվ ելի եմ ասում, բիբարա փչանա, այդ բիբարի փող կտամ ես, կառավարությունը, վարդա կտամ, էնա, բայց այս ամեն ինչի արդյունքում Հայաստանի բիբարի արտադրությունն է աճելու, արտահանումն է աճելու, էլ չեմ ասում Ժողովուրդ ջան, այս տարի նախորդ տարվա նկատմամբ 30%-ով ավել, 34%-ով ավել զբոսաշրջիկ ունենք։ Այսինքն այս տարի արդեն 100, մոտավորապես 60,000 մարդ զբոսաշրջիկ նախորդ տարվանից ավել եկել։ Այդ մարդիկ բիբարել են առնում, վարդել են առնում, կոնյակ են, հացել են ուտում, ջուրել են խմում եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ ես ինչքան հասկանում եմ, զբոսաշրջության աճի տեմպը մեծանում է, այդ թվում ինչի պատճառով, որ մենք սուբսիդավորում ենք մի շարք ավիաընկերությունների նոր ուղղությունները սուբսիդավորում ենք, որ շատ մարդ բերի։ Այդ թվում այդ նկատառումով, որովհետև 2022 թվականին էլ օրինակ ծիրանի արտահանման հետ կապված խնդրեմ ունեցանք, բայց խնդրեմ չունեցանք։ Ինչի՞, որովհետև այն մարդիկ, որ ուրիշ երկրներում պետք է այդ բան անեին, ուրիշ երկրների սուպերմարկետներում առնեին ուտեին, 50,000, 60,000 մարդու հոսք եղավ Հայաստան, եկան Հայաստանում առան։
Էլ չեմ ասում, որ շուկան մարդիկ շատ են բողոքում գների աճից։ Հիմա այս իրավիճակը հույս ունեմ մի քիչ կօգնի, որ Միրգ Բանջարեղենի եւ այլնի գները մի քիչ Հայաստանի Հանրապետությունում ընկնեն, բայց այնց որ արտահանողները իհարկե չտուժեն եւ մենք իրանց անպայման կաջակցենք։ Բայց նաեւ այս պատմությունները ամեն ինչը հետեւյալի մասին է, ժողովուրդ ջան, եւ ամենակարևոր թեման, որը ես ձեզ հետ ուզում եմ կիսեմ, հետեւյալն է. Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն եւ ես բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Եվ առաջիկա ընտրությունների հիմնական հարցը էտա եւ այն ինչ որ տեղի ունենում, ասենք օրինակ ենթադրենք մի ավտոմեքենա բիբար հետ եկավ։ Մի ինչի համար է, որ մարդ ասի, վայ ես բիբարի հետ կապված խնդրեմ կա, ուրեմն արի ես խաղաղությանը տեր չկանգնեմ։ Ես տեր կանգնեմ բիբարին խաղաղությանը տեր չկանգնեմ։ Սա, հա? Բիբարին մենք տեր կկանգնենք, դուք խաղաղությանը տեր կանգնեք։ Էսա պատճառը, որ մենք բոլորիդ կոչ ենք անում, խնդրում ենք։ Դերժակմը կյանքը լավանում է մեծ տեմպերով, չէ։ Բոլորիդ կոչ ենք անում, խնդրում ենք։ 2026 թվականի հունիսի 7-ին, իմիջիայլոց ասեմ, հետևյալն էլ ասեմ։ 2025 թիվը առաջին օրացուցային տարին է, որ Հայաստանը արտագաղթը կանգնել է, ներգաղթ սկսել։ Այդ թվում գիտեք ինչի պատճառով, խաղաղությունը այո։ Հիմա այսօր օրինակ մարզպետի հետ քննարկում ենք սուբվենցիոն ծրագրերը, համայնքի մասով նախորդ 8 տարիներին մենք 20 միլիարդ դրամ, մոտապես 20 քանի միլիարդ դրամի համայնքի ֆինանսավորում մենակ, ընդհանուր 40 քանիսա, համայնքի մասով 20 համայնքների մասով 20 քանի միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր ենք իրականացրել։ Այս տարի արդեն Գեղարքունիքի մարզի համայնքները իրանք 2026-ի համար 20 միլիարդ դրամի ծրագիր են, 20-ից ավել, չէ՞։ Այսինքն 25 միլիարդ, որից 20-ը կհաստատվի։ Այս ինչ է նշանակում, ժողովուրդ ջան։ Այս նշանակում նոր աշխատատեղեր, որովհետև մենք 300 դպրոց 500 մանկապարտեզը կառուցեցինք, հիմա հաջորդ 300 դպրոց 500 մանկապարտեզն ենք կառուցելու, 100 խաղահրապարակ կոմբինացված կառուցելու ենք, 100 սպորտ դպրոց, երաժշտական դպրոց, արվեստի դպրոց կառուցելու ենք։ Մենք ճանապարհաշինության տեմպերը նույն ձևի շարունակելու ենք։ Այսինքն պլյուս այս ամեն ինչին սուբվենցիոն ծրագրը, ել չեմ ասում շինարարության ոլորտը։ Մենք այսօր ժողովուրդ Հայաստանի Հանրապետությունում արդեն խորհրդային միության ծավալներով բնակարանաշինություն է իրականացվում Հայաստանի Հանրապետությունում։ Պարոն Վարդանյանը ստեղ էր, Եղիազար Վարդանյանը ստեղ էր։ Երեք այդ թվերն այսինքն արդեն խորհրդային միության ծավալներով մենք բնակարանաշինություն ենք իրականացում։ Ել չեմ ասում, մենք այսօր Հայաստանում այնպիսի դպրոցներ ենք կառուցում, որոնց որակի դպրոցներ խորհրդային միության երբեք գոյություն չի ունեցել։ Եվ այս ամեն ինչը եւ խաղաղության արդյունք է, եւ խաղաղությունը պահպանելու միջոց է։